նոր մարզադահլիճում ենք անցկացնելու այս Չեմպիոնների լիգան, նայեցինք ընդհանուր առմամբ գոհացուցիչ էր, նաև կաշխատենք UEFA-ի մեր գործընկերների հետ, որպեսզի մարզադահլիճը լիցենզավորվի եւ խաղերը կանցկացնենք Գազպրոմի մարզադահլիճում։ Արդեն 3 ամիս է գլխավորում եմ ֆուտզալը Հայաստանում եւ իմ համար շատ մեծ նշանակություն ունի ձեր Չեմպիոնների լիգայի խաղերը, քանի որ գիտեք, եթե միտեղ մեր անունը կա, դա պետք է լինի շատ բարձր մակարդակով, որովհետեւ դուք ներկայացնելու եք Հայաստանը։ Կազմակերպչական առումով ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ սա լինի լավագույն Չեմպիոնների լիգայի մինի մրցաշարից մեկը, իսկ ֆուտբոլային առումով ամեն ինչ կախված է ձեզանից։ Եվ իմ խնդրանքը եւ նաեւ պարտադրանքը, որ պետքա այս պայից սկսած բոլորս ինձնից բռնած մինչեւ վերջ խաղացողը լրջանանք ֆեդերացիայից եւ ինձնից ինչ կախված է, իմացեք 24 ժամվա ռեժիմով ձեր կողքը կանգնացենք, ոչ մեկի պետքա չթերագնահատենք։ Հայաստանը այսօր այն անունը ունի, որ բոլորը հելնելու են ձեր դեմ, խաղան, ոնց որ մենք մի ժամանակ խաղում էինք Իսպանիայի, Պորտուգալիայի, չգիտեմ, Ֆրանսիայի հետ 100% նվիրումով։ Իսկ մենք պետք է առաջ տեղով այս խմբից անցնենք, որովհետև մենք պետք է նաև հոկտեմբերին խաղանք, մենք դրանից առաջ ունենք հավաքականի խաղ, դրանից հետո ունենք հավաքականի խաղ, այս ամեն ինչը պետք է մենք կապենք իրար, որովհետև Յունիսպորտը այսօր դարձել է մեր հավաքականի բազային թիմը, բոլորիդ համար նաև այդ խաղերը կլինի հավաքականում ընդգրկվելու համար լավ տրամպլին։ Первая задача вот этого сбора, конечно, нам это физические кондиции. Мы больше работаем. Այս ուսումնամարզական հավաքի հիմնական նպատակը ֆիզպատրաստվածությունն է։ Տղաները ծանրաբեռնված աշխատեցին։ Աստիճանաբար կնվազեցնենք մարզումների ծավալը եւ կավելացնենք ինտենսիվությունը։ Մրցակիցներից Տալինին շատ լավ եմ ճանաչում, քանի որ աշխատել եմ Էստոնիայում, մարզել եմ Տալինի 7 ֆուտզալիստի։ Գուցե ամենաբարձր մակարդակի խաղացողները չեն, բայց միևնույն է հեշտ հանդիպում չի սպասվում։ Վայլիմդորֆին նույնպես լավ եմ ճանաչում, մանրամասն ուսումնասիրել եւ վերլուծել եմ նրանց խաղը։ Իսկ Ռեյկյավիկում գրեթե իսլանդացիներ չկան, հիմնականում միջին մակարդակի բրազիլացիներ եւ իտալացիներ են։ Մենք եւս նպատակային ուժեղացումներ ենք կատարել։ Թիմին անհրաժեշտ էր զախլիկ ֆուտզալիստ։ Հրավիրեցինք Գարեգին Մաշումյանին։ Այդ դիրքն ավելի ամրապնդելու նպատակով մեզ միացավ նաև Հայաստանի հավաքականում նախկինում խաղացած Վիտինյան։ Նոր մրցաշրջանում մեզ հետ կլինեն նաև Ռենատո Ռամբան եւ Արթուր Մելքոնյանը։ Контракт закончился с клубом тоже. Ուխտայի հետ պայմանագիրս ավարտվեց։ Յունիսպորտի ներկայացուցիչները առաջարկեցին միանալ թիմին, հստակ նպատակով նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեկիր։ Համաձայնեցի, քանի որ երբեք չեմ մասնակցել այս մրցաշարին։ Շատ հետաքրքիր կլինի ուժերս փորձել եվրոպական հարթակում։ Европейской арене, можно сказать.